Երբ կյանքդ սկսվում է արվեստի արահետից ու շարունակվում նրա խորթուբորտ ճամփաներով, երբեմն լայն, բայց ավելի շատ նեղ ու քարքարոտ, երբ այդ երկար ճանապարհներին մերթընդմերթ հասնում ես բաղձալի երազանքիդ ու վերապրում իսկական արվեստի թրթիռները զգալու ու փոխանցելու կախարդական պահերը, երբ ի վերջո հասկանում ես, որ դա է այն միակ ուղին, որ հարազատ է քո մտքին ու հոգուն, քեզ մնում է միայն շնորհակալ լինել Բարձրյալին ու շարունակել արարել ու արարել։ Ինձ համար նկարչությունը շատ պատահական է ստացվել։ Ես միշտ ասել եմ իմ հարցազրույցներում, որ դպրոցում սովորելու տարիներին մի հատ մանա Խաչատուր Աբովյանը, չգիտեմ, 100-ամյակներ ինչներ, պետք է նկարը մեծացվեր, դասատուն ասեց, ով կարող է մեծացնել։ Ասի ես։ Այն մասշտաբային բանով մեծացնում չէ, քառակուսներով։ Մեծացրի բերից ասես, «Յա, տղա ջան, կոքին նկարիչ ես»։ Ես էլ հավատացի, սկսեցի նկարել արդեն, ոնց որ իմ մեջ արթնացավ այդ, միգուցե կար այդ սերը մանկությունից մեջ, ես չգիտեմ։ Դա առիթ էր, որ իմ մեջ արթնացավ այդ սերը դեպի նկարչությունը։ Հետո անցավ, հետո ծառայությունից հետո սովորեցի Տեր-Նեմեզյանի գեղարվեստի ուսումնարան ավարտեցի 73 թվին։ Ավարտեցի աշխատեցի թատրոնում նկարիչ, մի տարի, 74 թվին ընդունվեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտ, գեղանկարչության բաժինը։ Իհարկե պրոֆեսիոնալ կրթություն ստանալը դա շատ կարևոր է։ Ես որ ինքնուս էի, առհասար գաղափար չունեի նկարչությունը, ասում էի, չէ, նկարը տալիս են, նկարը մեծացնում, լավ է։ Ինձ համարում էի ամենամեծ նկարիչը Սարյան-Նովա, Էմեկ-Նովա, այդպես հետո որ սկսում ես սովորել արդեն, ինչքան խորանում ես, դառնում ես կուրկուրուձակ։ Արդեն բանս էլ Սարյանի մոտ էլ ես խեղճանում, որովհետև կրթությունը մեծ գիտելիքներ է տալի իհարկե նկարչությունը։ Ես պրոֆեսիոնալիզմը շատ կարևոր եմ գնահատում արվեստի մեջ, որովհետև եթե նկարիչը պրոֆեսիոնալ չի կարող ոչ մի բանի ասել, որովհետև պրոֆեսիոնալիզմն է ծնում, արդեն նկարիչը ինչ մտքեր, գաղափարներ, ինչ կտա վրա վերարտադրելու։ Նրանց հետո փառք Աստծո, եթե սեր ունես նկարչության հանդեպ, ամենակարևորը շատ սեր պետք է ունենաս։ Եթե չսիրեցիր քո մասնագիտություն սեր, ոչ մի բան չի ստացի եւ աշխատասիրություն շատ կարևոր է։ Սերը հանդեպ բնույթի մարդու հանդեպ, հասկանում ես, եթե նկարիչը բարի է, ինքը հումանիստ է, ես օրինակ իմ ակունքները այդ հանդեպ դեպի նկարչությունը, դեպի գեղեցիկը վերարտադրելու գալիս է իմ ծննդավայրից, Հերերգյուղից, իր պատմական հուշարձաններով, իր ձորերով, ես չգիտեմ, գետով, անտառով, վերջանում մի թուփը թեկուզ միշտ ինձ գեղեցիկը զգացել եմ, նայում եմ օրինակ մամռակալ ասկար, օրինակ հիմա ես որ նկարում եմ, չնասած իմ նկարչությունը շատ հիմքը հենց այդտեղից է գալի, բնությունից ես շատ բան եմ վերցնում, ես չեմ վերարտադրում բնությունը երբեք, այլ սինթեզում եմ բնությունը, այսինքն ինչ որ պետք է այս բնությունից վերցնում եմ, եթե նկարիչ ունի երևակայություն, ֆանտազիա, չեմ արտատպում բնություն երբեք, դու կարողանաս գտնել քո եսը, քո ինքնատիպությունը, հասկանում ես, դա երկար տարիների աշխատանք եւ փորձ է պետք։ Նախքան ես Տեր-Նեմեզյանի գեղարվեստության ընդունել, որ ինքնուս դե ծառամ է բանակում, միջալոցին բախտը միգուցե բերեց, ընկա այդ Ստալիշի պոլք են ասում, այդ մայրաքաղաքային գունդ կա, հիմա չկա այդ գունդը։ Այդտեղ ուրեմն 3 ամիս ծառայելուց հետո այդ Զամպալիտ են ասում, այդ ժամանակ ինձ վերցրեց իր մոտ գնդի որպես նկարիչ, տեսա որ շնորհքում եմ նկարում եմ, այդ գնդում ինչքան պատեր կար, ոչ սվաղել, ոչ բան, ճեղքերը փակում էր, շորույն, դավայ, նկարի։ Այդ նկարում է, բերում է նկարը տալիս է, աչքում է նկարում է, գովում է բան։
Մի օր եկավ թե մի հատ պատկա պետք է բանը Լենին նկարես, Լենինը այդպես կեպիոման նկար ունի, ծերել է սենց։ Դե դրոշակներ կողքերը գեր մեր վերջը։ Ասի, товарищ майор, ասի краски нету։ Ասեց, иди найди откуда хочешь։ Ասի, դե լավ, найди։ Գնացի ավտորոտ կար, ասի տղեր կետիշ ներկա, ասի սև ներկա։ Գուդրոնալ բան նիտրո խառը, վերջի մենք նկարել։ Պատի վրա։ Վերջացրի նկարը։ Լավ է ստացվել։ Հոգնած եկա պարկը, մեկ էլ սա մեկը կրիստոյիչ բոտմա, ստավա գիդուրիտ կուդրիտ շտովն է պասածից խոչիշ, իլա կանացի, ասի շտո սլուչետ, իդի սպատրի ասպա, Լենին պլաչիտ, ոսը Լենին պարը կատեսա, ուրիս աչկերից, ես արևդին գելավերին, դե ձուտա չէ, տակավերից ծուրուլա, դավայ վիտրեք, նա ծենգեցի կրասկի ֆա, այդիշ շոտյա մնացել է։ Հետաքրքիր բան է կյանքը, որ ծնման նոր ուղղություն դեն նոր արվեստ, հասկանում ես։ Դու պետք է կարողանաս վերցնել կյանքից այն ինչ որ քեզ պետք է։ Այսինքն կյանքը դա առօրյա կյանք է, մարդիկ բոլորը կյանքով ապրում են։ Արվեստագետը ուրիշ կյանքով ապրում է, ուրիշ ձև է տեսնում աշխարհը, ուրիշ աչքերով։ Հասկանում ես, ես կարող եմ տեսնեմ այնպիսի բան, որ հասարակ մարդ չտեսնի։ Հետո ես օրինակ որ միշտ էտալը դες տղերքն ասում վալա նայեք ինչ գեղեցիկ է այդ սարերը կամ այս ինչ հիասքանչ ասում են ինչ կան դա սարա էլի հասկանում ես իրանք չեն նկատում դա այս տարբերություն նկարիչի հասարակ էտա ես կարող եմ անցնել տեսնել այն գեղեցիկը որ պետք է տամ մատուցեմ մարդկանց մարդիկ տեսնեն ուրախանոսն մենք ոչ չենք նկատել կամ հիանալի է ինքը դասիրակչական նշանակություն ունի արվեստը շատ գեղագիտական դասիրակություն ճաշակի ձեռքբերման Իմ մոտ ավելի լավ է իմ աշխարհը, իմ երևակայական աշխարհը, որ մեջ ես ապրում եմ եւ ստեղծագործում եմ։ Ես այստեղ լավ եմ զգում, ես այստեղ ազատ եմ զգում ինքս։ Հասկանում ես, իրական աշխարհի կյանքում ես մի քիչ կարող կաշկանդվեմ, բանանեմ, բայց երևակայական աշխարհում իմ ստեղծած աշխարհը, որտեղ ես ստեղծել եմ, ես ազատ եմ զգում։ Դա այստեղ իմ հուշերն են, իմ կյանքն է, ես դրանով հրճվում եմ, ապրում եմ տարապում եմ, հասկանում ես, կարող ուրախանամ, տխրեմ, այդ բնական է, արվեստը այդպես է, պայքար արվեստը, ինքը պայքարը պետք է աշխատես, այսինքն քո հաճույքի համար այդ չարքաշ կյանքը այլ ապրում ես, որպեսզի հասնես ինչ որ ուզում ես դրան, քո երևակայական աշխարհում ավելի լավ ես զգում դու, իրական կյանքը մի քիչ իր հազարումի պրոբլեմներով բան քեզ միգուցե խեղճացնում ավել բանան տեղափոխվես քո աշխարհի ընդ լավ ես Իցուն տարից ավել ես նկարում եմ ուսանողական տարիներն հաշված ես ունեցել եմ շատ տարբեր շրջաններ նկարչության մեջ էլ ունեցել եմ իհարկե դասական արվեստից կամաց տեղափոխել եմ ուրիշ իզմերի մեջ բայց դա ոչ թե արհեստականորեն էլ այլ դա հոգու կանչալ է այսինքն դա ես ինքս ցանկություն առաջացել հասկանում օրինակ իմ նկարները որ նայեք տարբեր շրջաններ տարբեր միգուցե ոճերի մեջ կա տարբեր հասկանում եք ես չեմ կարողանում միգուցե դա նկարիչի բնավորություն ցա գալիս չգիտեմ նորեն նկարիչ կա գտնում այրա ես ընդհանրենք այս գտավ իրան սկսում է այդպես շարունակել այդպես եւ ոչ փոփոխություն նայում ես անդադ նույն բանն նույն
տեսակ բան այլ այտենց տախտուկ վիճակ այն չորը ես փոփոխում մարդ ես բնավորության մի քիչ ավելի նորություն եմ ուզում ինչ որ պորտկող եմ ուզում ինչ նոր բան ստեղծեմ այսինքն այդ մի շրջան որ ստեղծեմ դա ինձ չի գոհացնում ես ուզում եմ ինչ որ ուրիշ բան նոր բան ստեղծել նոր բան ստեղծելու համար էլ ես սկսում եմ աշխատել խորանում ես արդեն այդ հետո կամաց հիմա օրինակ իմ մոտ ես ավելի տաք գույների վրա եմ սկսել աշխատել Առաջ միգուցե արծաթների սերների ուրիշ բան այդպես նկարում է չնայած այդ շրջանը էլ վատ շրջան չի ինձ համար իհարկե իմ հարազատ շրջանը բայց չգիտեմ ես այդպեսին եմ փոփոխական եմ մի քիչ որ կարող մարդկան նայ ասեմ արդյոք նկարիչը ես տարբեր ոճերի մեջ աշխատեմ բանանեմ չգիտեմ միգուցե ճիշտ լավ չի ես այդպեսին եմ ոնց որ կամ Երբ ետ եմ նայում ես մեկ Հիշում եմ մի հեռուկածան, մանկան քայլվածք էին բեկ, ճամփեքը, որոնցով անցա, աշխարհն այն գաղտնիքով լցված, որի կանչով հմայվեցի, սրտիս տակ թփրտոցը թաց, երբ նրա շունչը ես զգացի, հանկարծ թրթիրն այն շողշողաց, հոգին իմ նրանով լցվեց, հոգիս նրբին ու լուր դողաց, ու արարումը սփռվեց, ու խռնվեց խռովքն անգին, ու երկունքի լույսով շողաց, ու ակնթարթն այդ անմեկին հոգուս խորքում հավերժ մնաց։ Կյանքում մարդ պետք է բարոյական լինի, անբարոյական մարդումն է պետք, բայց արվեստի մեջ մի քիչ ուրիշ անտեղ կարող է սահմանը անցնես մինչև անգամ, հասկան, բայց դա պետք է ինքն գեղեցիկ անցնես, որ նայողը այդ գռեկությունը չզգա, էլի հասկանում ես, ինքը այդ գեղեցիկը այնպես պետք է ներկայացնես, թեկուզ անբարոյակ ինչ-որ մեր կանայք էրոտիկ արվեստ կա, նայում ես հիանալի արածակ գույնով, այդ չես նկատում տենդե ինչ են անում, ինչ չեն, այդ կարևոր չի, բայց այդ մտածողությունը, այդ գույնային զգացողությունը, այդ գիծը, ոնց են վերոտել, ասինքն ներկայացնել ինքան գեղեցիկ ան ներկայացրած, որ այդ անբարոյականություն չես նկատում արդեն։ Բարդ բան այլ ինչ ասեմ, բայց բոլոր դեպքում սահմանը անցներ չի։ Ես շատ եմ սիրում իմ երկիրը, իմ Հայաստանը, իմ երկիրը։ Այս սերը գալիս է աշխարհ ճանաչողությունից։ Հասկանում ես, հայրենիք սերը նկատմամբ երեխին պետք է փոքրից ներարկես հայրենա ճանաչողությամբ, որպեսզի եթե ինքը լավ է ճանաչում իր, այսինքն տանեն բնության մեջ երեխեքին դե դաս անցկացնեն, երեխեն պետք է մանկուց սիրի այդ երկիրը, հողը, ջուրը, հասկանում ես, պետք է այն ծաղիկը, թուփը, ամեն ինչ սիրի, դա կապված լինի իր մանկության արմատ։ Եթե սիրեց, նա երբեք չի մոռանա իրենք, նա չի թողնի այդ երկիրը, դա օտար երկրում ընդեղ են, այնտեղ անհայրենիք ապրելն ունա պետք ընդեղ։ 4-5 սորտում արտս։ Հետո որ մահանում ես ասում ես, հողի ջուրի մերից տարեք թավակ իմ հայրենիք, շանտեղ այդ Հայաստանը ինչա գերեզմանոց, ինչա գերեզմանություն, վերեն տաղարից, էտա։ Կարոտից հետո այդմեն դե կարոտից մեռնում են։ Ես շատ եմ կապված իմ հողը ջրի, ես հիմա էլ ընդեղ տուն ունեմ, հողամաս ունեմ, մի քանի ամիս գնում եմ ընդեղ, անում եմ, նկարում եմ, աշխատում եմ։ Ես չեմ կտրվել իմ երկրից։ Մեր մշակույթը ինքան հզոր է, որ հայը գնում է օտար երկրում էլ ապրում, չէ, ընդեղ ստեղծում է էլ մշակույթ։ Իհարկե կարող է օրինակ Ազնավուրը ընդհանրենք, օրինակ բերեմ շանսոն ընդեղ ինքը ասում էր ես ֆրանսերեն եմ երկու, բայց ես հայ եմ։ Այսինքն նա ստեղծել է Ֆրանսիայի մի հատ հզոր մշակույթ, բայց այդ մշակույթի մեջ էլ կար հայկական արմատներ, ինքը կապված է իր հողը ջրի հետ, ինքը սիրում է իր երկիրը, հասկանում եք։ Եթե մենակ Ազնավուրը չի այնտեղ, Ֆրանսիայի օրինակ Միշել Լեգրանը կանդ է, Ժանսեմը, Գարզուն, հիանալի ուրիշի մշակույթը հզորացրել է, զարգացրել է, բայց հայ լինելու, այդ մշակույթը իրանք, որը ստեղծել հայկական երանքը կանդ է, չես կարող, այդպես զգացումը, Աշիլ Գորկին թեկուզ,
հերո չգնանք Ոստանի Կադովյանը իմ սիրած նկարիչ ես որ տեսա Արշիվ Գորկու նկարը Վասկվայներ Պուշկինից հանգարանում ուրեմն այնտեղ Ամերիկա ժամանակակից նկարիչներ ցանց էր պոլական ճուրասես կար Արշիվ Գորկու մի հատ նկար է ցուցադրել ես զարմանալ եմ գիտես որն էր ես ուշադրություն դարձրեցի բոլորը այդում են այդ նկարի մոտ են կանգնում տարբեր ազգի ներկայացուցիչ այդքան կանգը երկար էին կանգնում են նկարի մոտ абստրակտ հետաքրքիր գործ գործում էր կարիշնուի կամ այն ճուր այդպես վերջը ես ինչ զգացի իր նկարչություն շատ խորն է այդ մենակ հայ կարար այդպես նկարել Գորկին հա այդից մենակ հայ կարան այդ գույնը կշռունի գույնը ուրիշ ոնց որ ինչ ասեմ երաժշտություն լինի իր նկարչություն ապշելու բանը ուրիշ աշխարհալար է Ես չեմ մտածում, հիմայից հետո իմ նկարները ինչի կարժանա կամ հասկանում ես, ժամանակ ինչը ամեն ինչ գցելու է իր տեղը, օրինակ այսօր արվեստագետներ կա, որոնք առանձնացել են իրանց գովազն ունեն, իրանք իրաց նկարը գուցե վաճառում են տարբեր ցուցանիշներ, բան, հասկանում ես ինչ որ հոսանք է տակ ընկած, բայց կան նկարիչներ, որոնք մնացել են ստվերում իրաց համեսության բան, որ հիանալի տաղանդավոր նկար, հետագայում արզում է, որ Ես որ այդենց թրոցի այդենց ացնում այլ հասկանում ամեն ինչ ժամանակը բերում է տեղը գցում է այսօր այդ փառքի արժանացած նկար չկարող հետի պլանտը գային մարդը դրա համար պետք է նկարիչի շատ կարևոր է գովազդը արտ բիզնես որպեսզի նկարիչի նկարը վաճառվի դրանով պետք է զբաղվեն ուրիշները հասկանում նկարիչը պետք է ինքը նկարի Միան նկարը ստեղծագործի, այսինքն եթե զբաղվեմ մենակ համ նկարեմ, համ վաճառեմ, աշխատեմ նկարները, ես ժամանակ էլ չեմ ունենա անանելու հասկանում ես նկար։ Այսինքն եսի հոգու կան չա, նկարում եմ ինձ համար, էլ եմ ասում, սիրում եմ իմ գործը։ Հիմա Աստված հետագայում իմ նկարը արժեք կունենա, էլ եմ ասում, չէ չունենա, դա արդեն ժամանակ կբերի գցի իր տեղը։